Գորիսում տեղի ունեցավ մեկ խաղակես կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը պատմում է մարզական կյանքի դժվարությունների մասին, ներկայացնելով իրական պատմություններ եւ համայնքի առօրյա խնդիրներ։ Ֆիլմի դերակատարները եւ հեղինակը հենց Գորիսի երեխաներն են, ինչն էլ այն դարձնում է բնական ու մտերմիկ։ Կարծում եմ ֆիլմի հիմնական միտքը չհանձնվելու եւ առաջ շարժվելու միտքն է, որ չնայած մեր առաջ ծառացած խնդիրներին եւ դժվարություններին պետք է շարժվել առաջ եւ կարեւորը հասնել մեր նպատակներին։ Ես ավելի մեծ դժվարություններ եմ սպասում, քանի որ ֆիլմում նկարահանված բոլոր երեխաները ոչ մեկ դերասան չէ, ոչ մեկ չուներ դերասանական կրթություն, ես ինքս ռեժիսոր չեմ, սա իմ առաջին քայլերն է։ Դժվարությունները այդ առումով են զգացել, այսպես ասած, բայց իմ պատկերացումներից ավելի հեշտ է եղել ամեն ինչ։ Պրեմիերային դահլիճը լեփլեցուն էր հանդիսատեսով։ Ֆիլմի հեղինակ 21-ամյա Արման Աղաջանյանը իր ստեղծագործությամբ բարձրացնում է այն խնդրի մասին, որոնք տարիներ շարունակ խոչընդոտում են մարզերում սպորտի, մասնավորապես ֆուտբոլի զարգացմանը։ Երբ քանդեցին Գորիսի ֆուտբոլի դաշտը, երեխաները նույնիսկ չեն մասնակցում մանկապատանեկան առաջնության, կորում են փողոցներում պարզապես, չեն հասնում իրենց երազանքներին, այսինքն պայմաններ չկա Գորիսում եւ մարզերում։ Ես ինքս զբաղվել եմ այդ խնդրին, ես էլ եմ եղել ֆուտբոլիստ եւ երբ հասել եմ այն պահին, երբ պետք է մանկապատանեկանից ավելի բարձր, այսպես ասած level անցնենք, չի եղել պայմաններ Գորիսում, այսինքն Գորիսում այն եղել է մանկապատանեկան ֆուտբոլ, բայց այդ հիմա մանկապատանեկան նույնիսկ մանկապատանեկան առաջին չկա։ Նրա խոսքով ֆիլմը ոչ միայն պատմություն է, այլև կոչ, ուշադրություն դարձնելու մարզական կյանքի շարունակությանը եւ ստեղծելու հնարավորություններ ապագա սերունդների համար։ Տպավորությունները շատ դրական են, ըստ նման նախաձեռնությունները շատ կարևոր են, հատկապես մեր համայնքային մշակութային կյանքում։ Կարևոր է, որ ֆիլմը հենց ինքը հղումներ է տալիս, թե ինչ խնդիրներ կան եւ որոնք են հրատապ լուծումներ պահանջում, եւ կցանկանայի, որպեսզի հետագայում երկրորդ խաղակեսը արդեն նվիրված լիներ երեխաների երազանքի իրականացմանը եւ ոչ միայն երեխաների, նաեւ մեծ մեծահասակներից, ում մոտ այդ երազանքը մնացել է չիրականացած։ Նախագիծը կյանքի էր կոչվել մի քանի ովանավորների, այդ թվում հայաքվե միավորման աջակցությամբ։